Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննա Հախվերդյանի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին, եւ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես արևելյան հորոսկոպի, այնպես էլ արևմտյան հորոսկոպի 2026 կարմիր, հրեղեն, արնագույն ձյու տարվա համար, իհարկե անկանխատեսելի բարդ տարի է մեզ սպասում, այնպես որ եթե չեք դիտել այդ կանխատեսումները, անպայման դիտեք, իսկ եթե ցանկանում եք ավելի մանրամասն կանխատեսումներ անձամբ ձեր համար, թե ինչ է հենց ձեզ սպասում, ինչ ոլորտներում բարդություններ կլինեն 2026 թվականի ընթացքում, իհարկե անպայման ձեզ խորհուրդ եմ տալիս անցնել իմ գերճշգրիտ օնլայն խորհրդատվությունը, որը այժմ 50% զեղչով է գործում մինչև փետրվարի վերջը, սիրելի բարեկամներ, այնպես որ շտապեք, ես հերթի տակ աշխատում եմ, գիտեք, տեղերը խիստ սահմանափակ են։ Եվ ամեն ամիս ես ներկայացնում եմ նաև գալիք ամսվա կանխատեսումները, աստղաբանություն եւ կանխատեսումները կենդանակերպերի համար, իսկ ամեն շաբաթ ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները ալմորակների հետ եւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից եւ դիտեք այս վիդեոները մինչեւ վերջ, որպեսզի մշտապես պատկերացում ունենաք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, այժմ կներկայացնեմ փետրվարի 3-րդ շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ կանխատեսումները կենդանակերպերի համար։ Բայց մինչ այժմ բուն թեմային անցնելը հիշեցնեմ, որ մենք մոտենում ենք տարվա ամենաբարդ հատվածներից մեկին, որովհետև փետրվարի 17-ին գիտեք, որ բացվում է այս տարվա 2026 թվականի խավարումների ձմեռային միջանցքը, որը կսկսվի փետրվարի 17-ին արևի օղակաձև խավարմամբ եւ կավարտվի մարտի 3-ին լուսնի ամբողջական խավարմամբ։ Իհարկե շատ բարդ եւ պատասխանատու ժամանակահատված է, որովհետեւ նաեւ ուղեկցվելու է երկու ծանրագույն մորակների Սատուրնի եւ Նեպտունի միությամբ գարնանային գիշերահավասարի կետում, այսինքն 0 աստիճան խոյ կենդանակերպում, որը շատ բացառիկ աստղաբանական երևույթ է եւ դիտարկվում է մոտ 900-ից 1000 տարին մեկ անգամ, այսինքն շատ ճակատագրական եւ դարակազմ իրադարձությունների ականատեսն ենք լինելու այս շաբաթվանից սկսած մինչև մարտի սկիզբը, իհարկե պետք է ասել, որ խավարումների միջանցքը շարունակվում է նաև 2 շաբաթ անց, մինչև մարտի կեսերը մենք ականատեսը կլինենք այդ բոլոր զարգացումների, ճակատագրական, դարակազմիկ, չգիտեմ, պատմական, ասեմ, զարգացումների ականատեսը կլինենք։ Եվ իհարկե բացի դա գիտեք, որ այսօր երբ ես տեսագրում եմ այս վիդեոն փետրվարի 15-ին բուն բարեկենդանի օրն է, ամենաուրախ եկեղեցական եւ զորթական տոներից մեկը, որը խորհրդանշում է ձմռան արդեն աստիճանաբար ավարտը, գարնան սկիզբը, բնության վերածնունդը, բարիքի վերածնունդը, լիության վերադարձը, այսպես, իսկ բիբլիական ասպարեզում, բիբլիական, այսպես ասած, խորհրդաբանության մեջ բուն բարեկենդանը խորհրդանշում է մարդկության այդ երանելի վիճակը, կյանքը դրախտում, դրախտավայրում, դրախտային այգում, Եդեմում, այսինքն անհոգ, այսպես բնության հետ ներդաշնակ կյանքը։ Իսկ փետրվարի 16-ից սկսվում է մեծ պահքը, այսինքն խորհրդանշորեն բիբլիական այդ խորհրդաբանության մեջ դա նշանակում է, որ մարդը, Ադամն ու Եվան իրենց գործած մեղքի համար վտարվեցին դրախտավայրից, այսինքն Եդեմից եւ զրկվեցին այդ հավերժական երանելի կյանքից, եւ սկսվում են այդ փորձությունները 40-օրյա բարդ շրջան է սկսում բոլոր հավատացյալների
շրջանների համար, որի ընթացքում իհարկե պետք է մաքրագործվել, վերաիմաստավորել մեր կյանքը, մաքրագործվել մեղքերից, գիտակցել մեր սխալներն ու մեղքերը, որպեսզի Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությամբ մենք այսպես թարմացնենք, նորացնենք մեր կյանքը եւ ավելի բարելավենք մեր հաջողությունը, մեր ճակատագիրը եւ առհասարակ ամեն բան մեր շրջապատում այսպես ավելի ներդաշնակ սարքենք եւ մեր ներսում իհարկե։ Ու սա շատ խորհրդանշական է, ասեմ սիրելի բարեկամներ, որ իմ կանխատեսումները, որ ես արել էի մոտ 3 տարի առաջ մեկիկ առ մեկիկ կատարվում են։ Թող որևիցե մի աստրոհոգեբան, նորահայտ այդ մաստերներից, որոնք ընդհանրապես գոյություն չունեն իրականության մեջ, այսինքն իրական մաստերներ չեն, պարզապես իրենց ներկայացնում են, պես լավ ներկայացնել գիտեն, հայտնի աստղաբան, հայտնի մաստեր։ Թող որևիցե մեկը դրանցից ասի, արդյոք նա արել է այս կանխատեսումը։ 3 տարի առաջ ես կանխատեսել էի սիրելի բարեկամներ 2023 թվականի գարնանը, որ մեծ վտանգի մեջ է հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ հատկապես կաթողիկոսը Գարեգին Բ-ն, որին սպառնում է ազատազրկում։ Ես դա ասել եմ 3 տարի առաջ։ Այժմ մեկիկ առ մեկիկ իմ բոլոր կանխատեսումները իրագործում են։ Իհարկե ցավով եմ սա նշում, որովհետեւ մեծագույն սրբապղծություն է տեղի ունենում համաշխարհային մակարդակի, որովհետեւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին դա ոչ միայն հայկական մշակութային այսպես ասպարեզում է, մակարդակում են, այն համաշխարհային քրիստոնեության պատմության կարևորագույն այսպես դրվագ, հնագույն պատմության դրվագներից մեկն է եւ նրա ոչնչացմամբ, նրա աղավաղմամբ, նրա այլասերմամբ, որով զբաղվում է այս սատանայական թրքապատակ իշխանությունները, քրիստոնեությանն է հարված հասցվում, ոչ միայն հայ ժողովրդի ինքնության, ուզում եմ դա հասկանաք, այլ ամբողջ քրիստոնեական մշակույթին, որովհետև հայ առաքելական Սուրբ եկեղեցին պահպանել է դարեր շարունակ ոչ միայն մեր ավանդույթները, այլ նաև համաշխարհային մշակույթի գոհարներ, այսինքն լինելով մեծագույն եւ ամենակարևորագույն թարգմանչական կենտրոններից մեկը Մերձավոր Արևելքում, մեր եկեղեցական կենտրոններում, մեր վանքերում թարգմանվել են այնպիսի աշխատություններ, որոնց բնօրինակները ցավալիորեն կորսվել են։ Դա վերաբերվում է եւ արաբական մշակույթին, եւ լատինական, եւ հունական մշակույթին, եւ այդ վիթխարի, այսպես ասած, քրիստոնեության վիթխարի հիմնասյան վերացմամբ կամ համենայն դեպս հարվածելով այս թրքահապատակները մեծագույն խնդիր են լուծում, որը իրենց վրա դրվել է այդ սատանայական համաշխարհային կառավարության կողմից, որտեվ մեծ այդ սատանան, այս աշխարհի տիրակալը, Արիմանը պետք է իշխանության գա ԱՄՆ-ում եւ ամենայն հավանականությամբ դա հենց Ջեյ Վենսն է լինելու, որտեվ Թրամփը արդեն տարիքով մեծ է եւ նա չի կարող լինելով թույլ մարմնով արդեն 80 անց է եւ նա չի կարող կրել այդ վիթխարի հոգուն, այդ ոգուն, որը հենց այդ սատանան է։ Եվ հենց շատ խորհրդանշական է, որ հենց Ջեյ Վենսի այցից անմիջապես հետո հենց փետրվարի 14-ին հարուցվեց արդեն քրեական հետապնդում վեհափառի նկատմամբ եւ նրա ելքի արգելքը երկրից ելքը արդեն սահմանափակվել է եւ արգելափակվել, այսինքն չի կարող նա մեկնել այդ Վիեննայում կազմակերպելիք եպիսկոպոսական ժողովին եւ սա շատ պես խորհրդանշական է, որտեվ հենց բուն բարի կենդանի նախօրեին է տեղի ունեցել Տրնդեզի եւ բուն բարի կենդանի միջև այդ Սուրբ Վալենտինի օրն նաեւ, այսինքն որ այդ տոնները, որոնք կապված են սիրո, վերածննդի, երջանկության, այդ ամենի հետ, դա այսպես ասած
սևացրեցին այս իշխանությունները, այդա ստվերեցին, այդա նրանք այսպիսի ցանկություն ուղարկեցին տիեզերք, որ չսիրեք, չսիրվեք, չբազմանաք, հասկանում եք, դա է իմաստ այս ամենի։ Հենց այնպես, հենց պատահական օրերի, պատահական ժամերի որևիցե բան նրանք չեն անում։ Այդ ամենը հաշվարկների հիման վրա է, սիրելի բարեկամներ, եւ ես իհարկե բազմիցս ձեզ ապացուցել եմ եւ ցույց եմ տվել, որ պատահականություններ, որևիցե քայլ, որևիցե շարժում, որևիցե այսպես ծպտուն պատահական չի լինում։ Եվ հենց այդ շրջանում, մեծ պահքի շրջանում 40 օրերի ընթացքում մեծ պահքը տևելու է փետրվարի 16-ից մինչև ապրիլի 11-ը 26 թվականի եւ հենց այդ ժամանակահատվածը ամենաբարդ շրջանն է հավատացյալների համար, նաեւ եկեղեցականների համար, որտեղ դա փորձությունների շրջան է։ Չար ուժերը փորձության են ենթարկում այդ բոլոր բարեպաշտ հավատացյալ մարդկանց, այսինքն փորձում են նրանց վնասել, փորձում են դե բնականաբար, քանի որ սա փորձությունների շրջան է մեծ պահք, այսինքն մաքրագործման շրջան, իսկ մաքրագործումը առանց փորձությունների չի կարող լինել։ Եվ ահա այսպիսի ծանր փորձության մեջ գցեցին մեր կաթողիկոսին այս թրքադավան իշխանություններ հենց J.D. Vance-ի դրդմամբ, որովհետև իմ կարծիքով հենց նա է խորհուրդ տվել հենց հիմա դա կազմակերպել, այլ ոչ թե սպասել։ Եվ ես իհարկե այդ կանխատեսումը 25 թվականի վրա էի արել սեպտեմբերին, որ կաթողիկոսը պետք է կալանավորվի, բայց բարեբախտաբար այդ ժամանակ Գարեգին Բ-ին հաջողվեց այսպես խուսափել այդ բարդությունից, բայց այժմ արդեն հնարավոր չէ խուսափել, ինչու, որովհետև 26 թվականը լինելով հրեղեն ձիու տարի, դա այն ժամանակահատվածն է, երբ ռազմաքաղաքական փորձությունների շրջանը, ռազմաքաղաքական բարդ զարգացումների լիև լարվածության շրջան է, ըստ օրինակ հին չինական տեքստերի, դա հենց այն շրջանն է, երբ հնարավոր են հեղաշրջումներ, ինչ որ ռազմական բարդ զարգացումներ, ընդհանրապես կրակի տարիները, բոլոր կրակի տարիները եւ հատկապես ձիու տարիները, որը հենց է, նրանք ուրեմն նշանավորվել են պատերազմներով, ինչ որ տարբեր ռազմական բախումներով, բարդություններով, օրինակ նաեւ 66 թվին Չինաստանում տեղի ունեցել այդ հեղափոխությունը մշակութային, որին 100 հազարավոր մարդիկ զոհ գնացին։ Եվ նաև 42 թվականն էր ձիու տարին, երկրորդ համաշխարհային պատերազմի եւ հայրենական մեծ պատերազմի ամենակարևոր կետերից մեկը, նաև բազմաթիվ մեզ մոտ քաղաքական գործիչներ ծնվել են հենց ձիու տարում, այսինքն շատ կարևոր է հենց ձիու տարվա մեկնարկին ինչ որ այնպիսի քայլան է շատ կարևոր էր այս իշխանությունների համար, որպեսզի ամբողջ այդ համակարգը, ամբողջ մեր վիթխարի քաղաքակրթությունը, որը պահպանում էր եկե, որի հիմնասյուներից էր եւ այսպես հենակետերից էր, կարևորագույն հենակետերից էր հենց եկեղեցին, կարևոր էր դա վնասել, կարևոր էր դա ջարդել, որը որ եւ փորձում են նրանք անել։ Իհարկե չի հաջողվի, բայց ամեն դեպքում հայ առաքելական Սուրբ եկեղեցին լրջագույն վնաս է կրելու, տրոհվելու է եւ որը որ եւ հանգեցնելու է հայոց պետականության անկման, համենայնդեպս ժամանակավոր անկման։ Ինչ վերաբերվում է, գիտեք, որ գալիք շաբաթվա ընթացքում նաեւ սկսվում է ձիու տարին, այսինքն լուսնային, արևելյան լուսնային օրացույցով փետրվարի 17-ին հենց սկսվում է նաեւ լուսնային օրացույցով այդ հրեղեն ձիու տարին, որը որ շատ բեկումնային է լինելու, շատ կարևոր է լինելու, բազմաթիվ քաղաքական գործիչներ մեզանում, նաև աշխարհում ծնվել են հենց ձիու տարում, խորհրդային միության ականավոր քաղաքական գործիչներ, ինչպիսին էր Լենինը, Խրուշչովը, դրանք բոլորը ծնվել են ձիու տարում։
Նաև պետք է ասել, որ մեր ժամանակակից Հայաստանի քաղաքական գործիչներից երկու նախագահները եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նույնպես ծնվել են 54 թվականին եւ փայտե ձիու տարում Փայտե տարում, իհարկե ոչ թե հրեղեն ձիու տարում։ Անգելա Մերկելը ծնվել է ձիու տարում։ Էրդողանը, Ռեջեփ Թայիպ Էրդողանը նույնպես ծնվել է 54 թվականին եւ փայտե ձիու տարում։ Այսինքն այս ամենը խորհրդանշում է, որ ձիերը ընդհանրապես եւ ձիու տարին եւ ձի կենդանակերպի տարվա ընթացքում ծնվածները նույնպես մեծագույն ազդեցություն են ունենում համաշխարհային քաղաքականության մեջ եւ ընդհանրապես ռազմաքաղաքական զարգացումների մեջ։ Եվ սա նույնպես շատ այսպես մտահոգիչ է, որովհետև այս տարվա ընթացքում նրանց բոլոր արածները, նրանց բոլոր գործողությունները վերջնակետին են հասնելու, այսինքն բարձր հավանականություն կա, որ նրանք կհասնեն իրենց ուզածին, թե ավելի իհարկե հավանական է, որ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հասնի իր ուզածին, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, եւ սա հենց կնշանակի ինչքանով մեր քաղաքական էլիտան թույլ է, ինչքանով մեր քաղաքական էլիտան տկար է, ինչքանով նա չի կարողանում դիմակայել այդ բոլոր մարտահրավերներին։ Սա շատ բարդ եւ կարեւոր հարց է։ Նաեւ օծի տարում ծնվածներին նույնպես քաղաքական գործիչներին, հատկապես օծի տարում ծնվածներին նույնպես սպասվում են մեծագույն տրանսֆորմացիաներ եւ փոփոխություններ։ Հիշեցնեմ, որ Էմանուել Մակրոնն է ծնվել օծի տարում, նաեւ կարծեմ 77 թիվ է, թե չեմ սխալվում, եւ նաեւ Սին Ցզինպինը 1953 թվին է ծնվել, որը նույնպես օծի տարում է ծնվել եւ դա այժմ մենք արդեն տեսնում ենք Չինաստանում բարձ զարգացումներ, դավադրություններ են տարվա սկզբից տեղ ունեցել Չինաստանում, որը կանխվել է, իհարկե իշխանափոխության փորձ է կատարվել հեղաշրջման միջոցով, որը Սին Ցզինպինը կարողացավ կանխել եւ այժմ ամբողջ այդ բանակային կորպուսներում գեներալների չիստկաներ են տեղի ունենում։ Եվ իհարկե ձիու տարվա նախաշեմին դա ավելորդ չէ ամենևին։ Բայց պետք է խոստովանել, սիրելի բարեկամներ, որ ես մի քիչ շատ եմ խոսում, բայց շատ կարևոր եմ համարում այդ ամենը, որ քանի դեռ Յուպիտեր մոլորակը, մեծերչանկության մոլորակ Յուպիտերը, մինչև իհարկե այս տարվա հունիսի վերջը այն գտնվելու է Խեցգետնում, շատ ցածր է հավանականությունը, որ հեղաշրջումներ կլինեն, ինչ-որ իշխանափոխություններ կլինեն, այնպես որ նույնպես պատահական չէ, որ այս իշխանությունները չնայած ցանկանում են ժամանակից շուտ նշանակել ընտրությունները, բայց ես ասացի, որ նրանք ժամկետից շուտ չեն անի ընտրությունները, այդ փոփոխությանը չեն գնա, որովհետև քանի դեռ Յուպիտերը գտնվում է Խեցգետնում, այսինքն իր փառավոր աստղից Յուպիտերը դա գերագույն իշխանության խորհրդանիշն է։ Իհարկե այդ փոփոխությունը տեղի չի ունենա, այնպես օրինակ արխային են եւ հունիսի 7-ին իհարկե այդ ընտրություններում նրանք կպահպանեն իրենց իշխանությունը ցավալիորեն։ Նույն եթե ձեզ հետաքրիր ավելի մանրամասն, ես կաշխատեմ եթեր կազմակերպել Facebook-ով, եթե հետաքրիր է գրեք մեկնաբանություններում եւ այդ եթերը անպայման կանցկացնենք։ Բայց ուզում եմ ասել, որ այժմ ամենամեծ վտանգը իհարկե եկեղեցու գլխին է կախված, իհարկե մեր վեհափառի գլխին է կախված եւ ցավալիորեն այս իշխանությունները այս պասի ընթացքում, մեծ պահքի ընթացքում, այս 40 օրերի ընթացքում կաշխատեն հենց այդ հարցը լուծել եւ վերջացնել, որովհետեւ այդպիսի ցուցում են ստացել հենց J.D. Vance-ից, որը ամենայն հավանականությամբ ապագա ԱՄՆ-ի նախագահն է լինելու եւ հենց Արիմանի կրող, այսինքն այս աշխարհի տիրակալ սատանայի կրողն է լինելու իր մեջ եւ իմիջիալոց այն ժամանակ, երբ նա ժամանեց Հայաստան, հենց այդ
գիշերը գործում էր 8-9 գիշերը գործում էր այնպիսի էներգետիկական կառույց ցիմեն չինական գիտության համաձայն, որ պաշտոնի բարձրացում, բարենպաստ զարգացումներ, ցածր մարդու համար, այսինքն նա աստիճանաբար մոտեմս հատուկ նայեցի, որ պատահական չեն 8-9-ի այդ ընթացքում նրա ժամանել է Հայաստան, փետրվարին, որ նա իրոք այդպիսի հավակնություններ ունի եւ պատրաստ է ընդունել այդ սատանայական էությունը իր մեջ։ Այսինքն ամեն ինչի պատրաստ է, միայն թե իշխի եւ իշխի անսահման երկար է նա իշխելու։ Եթե դա այդպես է լինի։ Ինչևից է, սիրելի բարեկամներ, կապրենք, կտեսնենք, անցնենք փետրվարի 3-րդ շաբաթվա աստղաբանության վերլուծությանը, աստղացույց լուսնացույց այժմ կներկայացնեմ փետրվարի 16-ից 22 ընկած այդ ժամանակահատվածի, շատ վճռորոշ շաբաթ է լինելու ասացի, որովհետև այս շաբաթ, այս գալիք շաբաթ բացվում է 26 թվականի խավարումների ձմեռային միջանցքը, սիրելի բարեկամներ։ Եվ ինչ ենք տեսնում փետրվարի 16-ը բավականին անկայուն օր է մեզ մոտ, որովհետև նա նախորդում է խավարմանը եւ բնականաբար նորալուսնին, որը միշտ այդ օրերը բարդ են լինում փետրվարի 16-ին 22:10 րոպեին Երևանի ժամանակով երեկոյան լուսինը կմիանա Մարս մոլորակի հետ 19 աստիճան ջրհոսում։ Եվ ջրհոսում էս մեծ կույտը որ կա, այստեղ ջրհոսում այժմ մնացել են վտանգավոր մոլորակներ, այսինքն Պլուտոնը, Մարսը եւ Լուսինն ու Արեգակը կմիանան։ Իհարկե սա լարվածություն կառաջացնի, բայց ցանկալի էմոցիոնալ եւ տատանողականություն, որովհետեւ ընդհանրապես Լուսինը ջրհոսում շատ էքսցենտրիկ է, շատ էմոցիոնալ է, այսպես լարվածություն է առաջացնում, սեթևեթել է սիրում, անկայունություն է սիրում եւ Մարսի հետ իհարկե ավելի այդ բացասական հատկությունները նրա կընդգծվեն եւ ավելի նկատելի կլինեն ու ցանկալի է ֆիզիկական ակտիվություն այդ ժամերին օրվա ընթացքում լավ է զբաղվել սպորտով, ցանկացած ֆիզիկական ակտիվությամբ շատ քայլել, որպեսզի այդ բացասական էներգիաները եւ անհանգստությունը լուսնի, որը ջրհոսում է, այդքան էլ չզգացվի։ Իհարկե ամենաբարդ օրը դա փետրվարի 17-ն է, երբ կբացվի այս տարվա խավարումների ձմեռային միջանցքը։ Նախ 13:40 րոպեին Երևանի ժամանակով փետրվարի 17-ին լուսինը լարված քառակուսի կառաջացնի Ուրան մոլորակի հետ, որը գտնվում է 27 աստիճան ցուլ նշանում եւ 27 աստիճան ջրհոսում գտնվելու է լուսին։ Իհարկե սա նշանակում է, որ օրվա սկզբից լարված իրավիճակներ, անկանխատեսելի զարգացումներ են հնարավոր է կապի խափանումներ, հոսանքի խափանումներ, խնդիրներ ճանապարհներին, այնպես որ հատկապես ցերեկային ժամերին փետրվարի 17-ին սիրելի բարեկամներ շատ զգուշ եղեք ճանապարհներին։ Եվ ենթադրենք, եթե դուք ծրագրել եք ինչ-որ հանդիպումներ կարևոր, ինչ-որ պայմանավորվածություններ ունեք, դա կարող է խափանվել, դա նույնպես հիշեք։ Եվ փետրվարի 17-ին Երևանի ժամանակով ժամը 16-ին լուսինը կմիանա Արեգակին, այսինքն կանա փետրվարյան նորալուսինը 28 աստիճան ջրհոս կենթանակերպում, իսկ 16-11 րոպեին Երևանի ժամանակով տեղի կունենա արևի օղակաձև խավարում, նույնպես 28 աստիճան ջրհոսում։ Ու իհարկե հնուց ի վեր արևի օղակաձև խավարումները համարվել են ամենավտանգավոր, ինչու, որովհետև ամբողջությամբ սև լուսինը ծածկում է արևը եւ մի փոքր օղակ է մնում իբրև սատանայական աչք, այնպես որ հնում դա համարում էր ամենածանր, ամենաբարդ խավարումը, բայց բարեբախտաբար մեր հարթություններում դա չի երևալու, ավելի շատ այդ խավարումը նկատելի կլինի Անտարկտիդայում, հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում, այդ տարածքներում, որտեղ այդքան մեծ ազգաբնակչություն չկա, բայց այնուամենայնիվ ես խորհուրդ եմ տալիս փետրվարի 17-ին ցերեկային ժամերին հատկապես դրսում չգտնվել։ Իսկ փետրվարի 17-ին Երևանի ժամանակով 18:10 րոպեին լուսինը մոտ կգործի արդեն ձգնիկ։ Շատ բարենպաստ օր է մեզ մոտ փետրվարի 18-ը, սիրելի բարեկամներ, ժամը 12-ին
Երևանի ժամանակով փետրվարի 18-ին Լուսինը կմիանա Սիրով գեղեցկության մորակ Վեներային 9 աստիճան ձկներում ու շատ լավ միություն է, երկու կանացի մորակներ, լավ է կանանց այդ հարաբերությունները կարգավորել, լավ է ինչ-որ սիրային քայլեր կատարել, արողակարգեր կատարել, նամդ աճող լուսնի ժամանակ երազանքներ պահել սիրային, որը որ անպայման կիրագործվի եւ հատկապես այս օրերին ծնվածները փետրվարի 16-ից 19, 20 ծնվածները ունեն բոնուս, ունեն պլյուս, որտեվ նրանց մոտ անձնական ինչ-որ դրական զարգացումներ կլինեն ընտանիքին լայնում, ամուսնություն կամ երեխաների ամուսնություն, մի խոսքով շատ լավ է։ Հատկապես բարենպաստ է, եթե ծնվել եք փետրվարի 18-ին, սիրելի բարեկամներ։ Եվ իհարկե շաբաթվա ընթացքում պետք է ասել, որ նաև մենք ունենանք արեգակի մուտքը ձկներ կենդանակերպ, սիրելի բարեկամներ, մեկ վարքյան նշել եմ ամսվա կանխատեսումներում, թե երբ է տեղի ունենալու արեգակի մուտքը, ուրեմն մեզ մոտ ձկներ կենդանակերպ, հա։ Արեգակի մուտքը ձկներ կենդանակերպ։ Այո, տեղի կունենա հենց ամսի 18-ին, փետրվարի 18-ին 19:51 րոպեին։ Իսկ մինչ այդ փետրվարի ասեցի 18-ին ժամը 12-ին շատ բարենպաստ է սիրային ինչ-որ խնամախոսություն, չգիտեմ, դրական ցանկացած սիրային քայլեր կատարելու համար շատ լավ է։ Եվ 22:30 րոպեին հատկապես երեկոն նույնպես շատ բարենպաստ է։ Երևանի ժամկով 22:30 րոպեին Լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի մեծ երջանկության մորակ Յուպիտերի հետ, որը 15 աստիճան խեցգետնում է գտնվում։ Շատ հետաքրքիր է, սիրելի բարեկամներ։ Վեներան մոտենում է, Սիրով գեղեցկության մորակ Վեներան մոտենում է իր էկզալտացիային, այսինքն իր փառավորման, թագադրման եւ զորության գագաթնակետին, եւ Յուպիտերը նույնպես գտնվում է խեցգետնում իր փառավորման գագաթնակետում։ Այսինքն շատ բարենպաստ է թե Յուպիտերի, թե Վեներայի թալիսմանները պատրաստելու համար, եւ այդ կապակցությամբ ես հայտարարում եմ նաեւ 50% զեղչ Յուպիտերի եւ Վեներայի թալիսմանների համար։ Պես որ շտապեք, ինչպես միշտ քանակները սահմանափակ են եւ օրերը բարենպաստ սահմանափակ են, եւ կարելի է այսպիսի թալիսմաններ սարքել, այդպիսի եզակի օրերից մեկը փետրվարի 18-ն է, անպայման շտապեք օգտվել։ Ամբողջ օրվա ընթացքում շատ բարենպաստ մորակային փոխհարաբերությունների մեջ է լինելու Լուսինը, նամանավանդ նաեւ արեգակը, արդեն ասացինք, որ 19:51 րոպեին Երևանի ժամանակով մուտք կգործի ձկներ, որտեղ նա կմնա մինչև գարնանային գիշերը, հավասարը մարտի 20-ը։ Եվ բարեխառը նոր է մեզ մոտ փետրվարի 19-ը, Երևանի ժամանակով 3:08 րոպեն, իսկ փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը Լուսինը կմիանա Մերկուրի մորակի հետ, որը 18 աստիճան ձկներում է։ Մերկուրին ի դեպ աստիճանաբար հեռանում է արևից, շատ է հեռանում արևից, որը որ իհարկե դուք գիտեք, որ դա իմ անհատական հետազոտությունների ուրեմն արդյունքն է, որ ես բարձել եմ, որ ինչքան Յուպիտեր Մերկուրին հեռու է արեգակից, այնքան ավելի լարվածությունը, հոգեկան, հոգեբանական լարվածությունը աճելու է, այսինքն ակտիվանալու են այսպես կոչված մանյակները, մոլագարները, պետք է շատ զգուշ լինել, հոգեպես ոչ հավասարակշռված մարդիկ, նույն նաև անբարենպաստ է, եթե ծնվում է մարդ այդ ժամանակ, երբ որ շատ հեռու է արեգակը Մերկուրից, Մերկուրին արեգակից, դա արդեն նշանակում է, որ խնդիրներ, ճակատագրական խնդիրներ կարող է լինել։ Եվ 19:22 րոպեին փետրվարի 19-ին Լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի Ուրանի հետ, 27 աստիճան ցուլ կենդանակերպում Ուրանն է եւ 27 աստիճան ձկներում գտնվելու է Լուսինը։ Բարենպաստ է փետրվարի 19-ը կանխատեսումներ կատարելու համար եւ 23:38 րոպեին փետրվարի 19-ին Լուսինը մուտք կգործի Խոյ կենդանակերպ։ Իհարկե
լարված կանցնի փետրվարի 19-ի լույս 20-ի գիշերը, որովհետև 0:47 րոպեին լուսինը կմիանա նախ սահմանափակումների չարիքի մոլորակ Սատուրնի հետ 0 աստիճան Խոյ կենդանակերպում, գիտեք որ ամսի 14-ին հենց Սատուրնը մուտք գործեց Խոյ եւ շատ նաեւ խորհրդանշական է, որ հենց այդ օրը քրեական հետապնդում հարուցվեց վեհափառ Հայրապետի դեմ, որտեղ Սատուրնը մտնում է իր նոր պարբերաշրջանի մեջ, նոր փուլի մեջ, այսինքն 0 աստիճան Խոյը դա զոդիակալ այդ ամբողջ շրջանի սկիզբն է, գարնանային գիշերը հավասարի կետը եւ նոր պարբերաշրջանի սկիզբը։ Եվ 0:55 րոպեին լուսինը կմիանա նաեւ Նեպտուն մորակետ, հիշեք փետրվարի 19-ի լույս 20-ի գիշերվա երազները կարող է մարգարեական լինեն եւ այնուհետեւ 7:08 րոպեին լուսինը վեցանկյուն կառաջացնի նաև Պլուտոն մորակետ, որը արդեն 4 աստիճան ջրհոսում է գտնվում։ Սա նշանակում է, քանի որ լուսինը համագործակցում է փոխհարաբերությունների մեջ է մտնում բոլոր բարձրագույն մորակների հետ, նշանակում է, որ համաշխարհային կառավարությունը իր որոշումները կայացրել է արդեն կարևոր հարցերի շուրջ, հատկապես դե այժմ ամենակարևոր հարցը դա Իրանի Իսլամական Հանրապետության վրա Ամերիկայի հարձակման հարցն է, որ արդեն այդ որոշումը կայացվել է։ Եվ բարեխառն օր է նաև փետրվարի 21 գիշերը, փետրվարի 20-ի լույս 21-ի գիշեր եւ այն ժամանակով 2:49 րոպեին լուսինը նախ քառակուսի կձևավորի Յուպիտերի հետ 15 աստիճան խեցգետնում գտնում է Յուպիտերը եւ 15 աստիճան Խոյ կենդանակերպում լուսինի, իսկ 15:11 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի Մարսի հետ 22 աստիճան ջրհոսում Մարսն եւ 22 աստիճան Խոյ կենդանակերպում գտնվում է լուսինը։ Նու սա ինչ է նշանակում, որ այդ հատկապես փետրվարի 21-ին օրվա առաջին կեսին ցանկալի չէ ինչ-որ կարևոր մեծ գնումներ կատարել, դու ավելի շատ փող գումար կծախսեք, քան կամ ներդրումներ կատարել, ավելի շատ գումար կպահանջվի, քան դուք նախատեսել էիք։ Եվ մեզ մոտ մնաց փետրվարի 22-ը, փետրվարի 22-ը նույնպես բարեխառն օր է, մի փոքր բարդ օր է, գիշերը 3:30 րոպեին լուսինը մուտք կգործի Նախցուլ կենդանակերպ, իսկ 9:40 րոպեին տեղի կունենա առաջին վեցանկյունը Արեգակի հետ, Արեգակ արդեն 3 աստիճան ձկներում եւ 3 աստիճան ցուլ կենդանակերպում լուսինը շատ հիանալի օր է, կրկնում եմ, հենց Յուպիտերը եւ Վեներայի թալիսմանների, սիրո թալիսամար թալիսմանների եւ բարեկեցության, գործնական հաջողությունների, Յուպիտերը դա սոցիալական կարգավիճակի մասին է, բարձր դիրքի մասին է, ձեր բոլոր նյութական ցանկությունները իրականացնելու մասին է, փակ դռները բացելու մասին է, այնպես որ անպայման շտապեք, որովհետև այդ օրերը, երբ մենք կարող ենք պատրաստել, նրանք քիչ են, նրանք բարենպաստ օրերը շատ չեն, եւ նախ եւ Վեներան եւ Յուպիտերը գտնվում են հզոր դիրքի, օրինակ ամսի 22-ը փետրվարի շատ հետաքրքիր օր է, նախ հայելային օր է եւ հետո այնտեղ լուսինը գտնվում է ցուլ կենդանակերպ եւ լուսինը նույնպես փառավորման մեջ է, եւ լուսինը եւ Վեներան եւ Յուպիտերը գտնվելու են իրենց փառավորման կետերում, բարձրագույն զորության կետերում, այնպես որ թե ցանկանում եք ընտանեկան ներդաշնակության կամ ամուսնության համար, երեխաներ ունենալու համար, հաջողությունների համար, զանազանա ամսի 22-ը հիանալի օր է, իհարկե այդ օրը առանձին կանդրադառնամ կամ եթեր կկազմակերպենք։ Եվ բայց այնուամենայնիվ լարված ժամը օրվա դա 10:56 րոպեն է Երևանի ժամանակով, որտեղ լուսինը լարված քառակուսի կառաջացնի Պլուտոնի հետ, որը հղի է զանազան վտանգներով, հարձակումներով, որտեղ Պլուտոնը դա ռազմի մոլորակ է եւ անկանխատեսելի զարգացումներ է խորհրդանշում գտնվելով ջրհոսի 4-րդ աստիճանում։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում փետրվարի 3-րդ շաբաթվա ընթացքում փետրվարի 16-ից 22 ընկած ժամանակահատվածում, իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենդանակերպերին փետրվարի 3-րդ շաբաթվա ընթացքում, այսինքն փետրվարի 16-ից 22-ը ընկած ժամանակահատվածում։
Սիրելի խոյեր, բարեխառն է անցնելու ձեզ համար գալիք շաբաթը։ Փետրվարի 16-ից 17-ը կարևոր երազանք իրագործվի ձեզ համար։ Հնարավոր է հեռանկարային հանդիպում եւ կուրախացնեն ձեզ նաեւ ձեր չափահաս երեխաները։ Փետրվարի 17-ից 19-ը զգուշացեք սիրելի խոյեր, գաղտնի թշնամիների ակտիվությունից։ Նամանավանդ մոլորակները արդեն սկսել են կուտակվել ձեր 12-րդ տանը, որը խորհրդանշում են գաղտնի թշնամիները։ Եվ փետրվարի 19-ից 22-ը շատ բարենպաստ օրեր են, ընդգծեք ձեր անձնական հմայքը, գեղեցկությունը, լուծեք անձնական եւ գործնական խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է, սիրելի խոյակներ։ Եվ այսպես սկսենք նաեւ վերլուծենք ցուլերին։ Սիրելի ցլակներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը։ Փետրվարի 16-ից 17-ը գործնական կարևոր հարց է լուծվելու ձեզ համար, պետական դռան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, պաշտոնի հետ կապված, աշխատանքի հետ կապված։ Փետրվարի 17-ից 19-ը կատարվելու է ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները, բարենպաստ է նաև on-line բիզնեսի համար։ Իսկ փետրվարի 19-ից 22-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից։ Բարենպաստ է գալիք շաբաթը երկվորյակների համար, սիրելի երկվորյակներ, փետրվարի 16-ից 17-ը ճամփորդություն, լավ լուր արտասահմանից կամ նվեր։ Փետրվարի 17-ից 19-ը կկատարվի կարևոր գործնական, կլուծվի կարևոր գործնական խնդիր ձեզ համար։ Լինի աշխատանքի հետ կապված, պաշտոնի հետ կապված, հասարակական կարգավիճակի հետ կապված կամ ձեզ շատ հեռանկարային եւ գայթակղեցուցիչ առաջարկություն կանեն գործնական կամ անձնական ոլորտի մեջ։ Սիրելի խեցգետինիկներ, բարեխառն է անցնելու ձեզ համար գալիք շաբաթը։ Փետրվարի 16-ից 17-ը էքստրեմալ իրավիճակներ են, հնարավոր են խնդիրներ ճանապարհներին, առողջական խնդիրներ ձեր կամ ձեր մտերիմների մոտ, զգուշ եղեք եւ մեծ պարտքեր կամ վարկեր մի վերցրեք։ Փետրվարի 17-ից 19-ը լավ լուր արտասահմանից կամ նվերից, 19-ից 22-ը գործնական կարևոր հարց է լուծվելու ձեզ համար, լինի աշխատանքի, պաշտոնի, հասարակական կարգավիճակի հետ կապված։ Սիրելի արիոցիկներ, բարդ շաբաթ է ձեզ սպասվում։ Փետրվարի 16-ից 17-ը սիրելի արիոցներ, զգուշացեք ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ բախումներից, որովհետեւ եթե հարաբերությունները խզեք, հետո դժվար կլինի նրանք վերականգնել։ Փետրվարի 17-ից 19-ը էքստրեմալ իրավիճակներում կարող է հայտնվեք խնդիրներ առողջական ձեր մոտ կամ ձեր մտերիմների մոտ, խնդիրներ ճանապարհներին եւ զգուշացեք մեծ վարկեր եւ պարտքեր այդ օրերին մի վերցեք։ Փետրվարի 19-ից 22-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր հնարավոր է նաեւ ճամփորդություն։ Սիրելի կույսակներ, բարդ շաբաթ է նաեւ սպասվում ձեզ համար։ Երևի կարելի ասել ամենաբարդ շաբաթը կույսերի համար է, սիրելի կույսեր, փետրվարի 16-ից 17-ը լուծելու եք ընթացիկ աշխատանքային խնդիրներ եւ առողջության հետ կապված խնդիրներ։ Փետրվարի 17-ից 19-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ կապված բախումներից, իսկ 19-ից 22-ը էքստրեմալ իրավիճակում կարող է հայտնվեք խնդիրներ առողջական ձեր մոտ կամ ձեր մտերիմների մոտ, նաեւ ֆինանսական խնդիրներ, բայց մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք այդ օրերին, սիրելի կույսեր։ Կշերքների համար բարեխառն է լինելու գալիք շաբաթը, սիրելի կշերքներ, փետրվարի 16-ից 17-ը շատ բարենպաստ օրեր են սիրո, երեխաների, հանգստի, նաեւ բիզնեսի համար։ Փետրվարի 17-ից 19-ը արդեն գործնական խնդիրներ եք լուծելու ընթացիկ, նաև առողջական խնդիրներով եք զբաղվելու։ Փետրվարի 19-ից 22-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, եւ հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Բարեխառն կանցնի գալիք շաբաթը նաև կարիճների համար։ Փետրվարի 16-ից 17-ը զբաղվելու եք տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցերով, հնարավոր է նաև տան առքովաճառք։ Փետրվարի 17-ից 19-ը շատ բարենպաստ օրեր են, երեխաներով եք զբաղվելու ձեր հաճույքների համար է լավ, հանգստի համար լավ, բիզնեսի համար է լավ։ Եվ փետրվարի 19-ից 22-ը ընթացիկ գործնական խնդիրներով եք զբաղվելու, առողջության հետ կապված հարցերով։
Սիրելի աղենավորներ, բարենպաստ գալիք շաբաթը նաև ձեզ համար։ Փետրվարի 16-ից 19 կարճ ճանապարհ է գնալու, որի ընթացքում շատ հեռանկարային հանդիպում է հնարավոր եւ կարեւոր տեղեկություններ կիմանաք, որը վաղուց սպասում եք։ Փետրվարի 17-ից 19 զբաղվելու եք ձեր տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով եւ փետրվարի 19-ից 22-ը բարենպաստ է երեխաների համար, հանգստի համար, հաճույքների համար, նաև բիզնեսի համար։ Սիրելի եղջյուրներ, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը։ Փետրվարի 16-ից 17-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու։ Փետրվարի 17-ից 19 կարճ ճանապարհ է գնալու, որի ընթացքում հնարավոր է ծանոթություն եւ լավ լուրեր կստանաք, հատկապես քույրերից եւ եղբայրներից։ Փետրվարի 19-ից 22-ը զբաղվել եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերի կարգավորմամբ եւ լուծմամբ։ Ջրհոսակների համար շատ բարենպաստ շաբաթը շատ լավ է։ Փետրվարի 16-ից 17-ը ձեր արտաքին հմանքով եւ գեղեցկությամբ զբաղվեք, սիրելի ջրհոսներ, լուծեք նաեւ անձնական եւ գործնական բնույթի հարցեր, հաջողությունը ձեր կողմն է։ Փետրվարի 17-ից 19-ը բարենպաստ է ջրհոսների համար ֆինանսական իմաստով փող եք ստանալու։ Փետրվարի 19-ից 22-ը կարճ ճանապարհ է գնալու, որի ընթացքում հնարավոր է լավ լուր կամ հետաքրքիր հանդիպում։ Նաեւ բարեխառն է անցնելու ձկների համար գալիք շաբաթը փետրվարի 16-ից 17-ը սիրելի ձկնակներ ակտիվանան ձեր գաղտնի թշնամին, այնպես որ զգոշ եղեք։ Փետրվարի 17-ից 19 զբաղվեք ձեր արտաքին հմայքով, տեսքով եւ գեղեցկությամբ, հաջողությունը ձեր կողմն է։ Փետրվարի 19-ից 22-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասում փետրվարի 3-րդ շաբաթվա ընթացքում։ Փետրվարի 16-ից 22 ընկած ժամանակահատվածում անպայման բաժանորդագրվեք Աստղային խորհրդատու Աննե Հաղվերձյանն իմ YouTube-յան ալիքին։ Կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում, նաև հետևեք ինձ Facebook-ում, նաև երկրորդ YouTube-յան ալիքով հետևեք ինձ Աստրոմագիա եւ Թալիսմաններ YouTube-յան ալիքում, Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում։ Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարի կհանդիպենք, ստեսություն։